Seri havadabor kuyeri yürüyenler, Այսօր եկեղեցու կամարների ներքո ուխտավորաբար մեզ հետ է նաև Արարատյան հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հավատավոր մեր հայրենիները իրենց հոգևոր հովիվ Տեր Պարթև Քահանա Մուրադյանի առաջնորդությամբ Տեր հայրը սիրով հանձնարավ այսօր այս եկեղեցում ուխտի Սուրբ Պատարագ մատուցելու։ Մեր խորին շնորհակալությունն ու երախտիկն ենք հայտնում արժանապատիվ Տեր Հորը այսօր մեզ հետ միասին այստեղ աղոթակից դառնալու և խնդրելու Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի բարեխոսությունը մեր ազգի, մեր բանակի, մեր Սուրբ եկեղեցու և մեր համասկյուր ողջ հայության համար։ Սիրելի Տեր հայր, անչափ շնորհակալ ենք ձեզանից, որ կարողացաք ձեր բազմազբաղ առօրյայից ժամանակ գտնել, այցելել Արամուս բնակավայր, լինելու Սուրբ Հակոբի անունը կրող այս եկեղեցում, նաև պատարագ մատուցելու և ձեր աղոթքը միապառնելու մեր բոլորիս աղոթքին և մեզ հետ միասին ուխտավորաբար լինելու այստեղ, վերահաստատելու, վերակնքելու մեր բոլորիս ուխտ առաստված։ Սիրով կլսենք մեր սիրելի Տեր Հոր քարոզը այս եկեղեցու կամարներից ներքո։ Շնորհակալություն։ Փառք Քեզ Աստված, փառք Քեզ Հավատս ամենայնի Տեր, փառք Քեզ։ Սիրելի Տեր հայր, շնորհակալ ենք խոսքերի համար և այստեղ գտնվելու համար էլ հիշեցի Սաղմոս Էդուի բառերը, որ փառք է տալիս Աստծուն ամեն մի պահի, վայրկյանի, րոպեի համար։ Եվ այսօր էլ ամենքս միասին, երբ որ ուխտավորաբար գտնվում ենք այս Սուրբ տաճարի կամարների ներքո, միայն մի բան է գալիս մեր մտքին, փառք տանք Աստծուն, փառք տանք այս հրաշալի օրվա համար, փառք տանք, որ հնարավորություն է ընձեռվել, որ միասնաբար ուխտի օրով ներկա գտնվենք Սուրբ Հակոբ անունը կրող այս Սուրբ եկեղեցում, իր իսկ ուխտի օրը, իր իսկ տոնի օրը և կարողանանք մեր աղոթքը միապառնել այն դարավոր աղոթքներին, որ հնչել են այս Սուրբ եկեղեցու կամարներից։ Նաև ողջունակությունն ու շնորհակալությունս եմ ուզում հայտնել Օդայքի թեմի առաջնորդին Արաքել Սրբազանին, որ հնարավորություն ընձեռվեց, որ պատարագ մատուցանենք և մեր աղոթքը բարձրացնենք Աստծու այսօրով։ Շնորհակալությունս եմ ուզում հայտնել նաև մեր սիրելի Տեր Վարդանին, այս համայնքի հոգևոր հովին և մեր շատ լավ բարեկամ ընկերոջը, որ նույնպես ամեն ինչ արեց, որ մենք կարողանանք պատարագ մատուցել, ներկա գտնվել ուխտի օրվան և նաև կարողանալ այս Սուրբ եկեղեցու մեջ աղոթակից լինել իրեն և մեր բոլորիս։ Եվ աղոթում ու մաղթում ենք, որ Տեր Հոր առաջնորդությամբ այս համայնքը ավելի աճի, բարգավաճի, մեծանա և այս Սուրբ եկեղեցին էլ այնքան զորավոր լինի, որ իր հովանու թևի տակ հավաքի բոլոր հավատավոր ժողովրդին։ Անուն Հոր և Որդու և Հոգու Սրբով ամեն։ Ես եկա, որպեսզի կյանք ունենաք և առավել ևս ունենաք։ Սիրելի հավատացյալներ, այսօրվա ավետարանական ընթերցումից մի տող, իմիջայլոց վերջին տողը Հովանու ավետարանի մեջ է, այս հատվածի վերջին տողն է, որտեղ որ Քրիստոս այս պատգամն է փոխանցում մեզ. ես եկա, որ կյանք ունենաք և առավել ևս ունենաք։ Սիրելի հավատացյալներ, այսօրը Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի Մարուքերի ճգնավորի Մերիտոս եպիսկոպոսի անվանակոչության օրն է։ Իրենց տոնն է
Եվ այդ առիթով ուզում եմ իմ շնորհավորությունը փոխանցել բոլոր Հակոբ անունը կրող մարդկանց եւ մեզ բոլորիս։ Եվ մաղթեմ, որ Սուրբ Հակոբի եւ մյուս երկուսի բարեփոխությամբ մենք կարողանանք ավելի հաստատուն մնալ մեր հավատքի մեջ։ Եվ այս գեղեցիկ տոնի օրը ավետարանական հատվածը շատ կարևոր պատգամներ է փոխանցում մեզ, որովհետև վերջին տողից երբ որ առաջ են գնում, տեսնում ենք, որ Քրիստոս շատ մեզ համար դեպի Աստված, դեպի հավատ գնացող կարևոր պատգամ է դնում, մեզ ասելով ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ դուռը, եթե մեկը իմ միջով կմտնի կփրկվի, ով դռնով չի մտնում, այլ ուրիշ ձևով նա գող է եւ ավազակ, իսկ գողը գալիս է միայն որպեսզի գողանա, սպանի եւ կորստյան մատնում։ Եվ այնուհետև շարունակում է, ես եկա, որպեսզի կյանք ունենամ եւ առավել ևս ունենամ։ Ինչի համար այս հրաշալի օրով, Սուրբ Հակոբի անվանակոչության տոնի օրով այս ավետարանական հատվածն է մեջ բերում, որովհետև Սուրբ Հակոբը ինքը եղավ հավատքի կատարյալ օրինակ։ Եվ ինքը զետևեց մեր սիրելի սուրբերի շարքին եւ ամեն անգամ առավոտյան ժամերգության մեջ ամենքը ունկնդիր եք լինում Քրիստոս Աստված մեր մաղթանքի մեջ, որ սահմանափակ սուրբերի շարքին նաեւ հիշատակում են Սուրբ Հակոբ Բզմանա հայրապետի, Մարուքեի ճգնավորի եւ Մելիտոս եպիսկոպոսի անունները, որովհետեւ իրանք եղել են իրենց հավատքով կատարյալ օրինակը մեզ։ Մենք ամեն անգամ ժամերգության ժամանակ հիշատակում ենք իրենց անունները, որպեսզի մեր մեջ ավելի արթնանա հավատքը, որ իրենց ճշմարիտ օրինակ ունենալով մենք կարողանանք նաև այդ ուղին ունենալ դեպի հավատք գնացող։ Սուրբ Հակոբի պատմությունը այսպես է։ Սուրբ Հակոբը ինքը եղել է 4-րդ դարում եւ եղել է պատևական ցեղից Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին։ Եվ այն ժամանակ գիտեք դարձի էր եկել հայացքը, հավատքը ամենուր ծաղկում էր, սակայն շատ ու շատ վայրերում, երբ որ Սուրբ Հակոբը լինում է, տեսնում է ճիշտ է հավատքը կա, բայց շատ շատերը որոշ բաների ծաղրանքով են մոտենում։ Եվ մանավանդ այն իրողությանը, որ Նոյան պապանն է եղել, ջրերել է եղել, եւ Նոյան պապանը եկել հանդրվանել է Արարատ լեռան գագաթին։ Եվ այս իրողությունը փաստելու համար Սուրբ Հակոբը իր առաջ ուխտ է դնում, որ պետք է գնա բարձրանա Արարատ լեռը, գտնի տապանը եւ այնտեղից մի մասում բերի ապացույց այն իրողության, որ դա ամեն ինչ ճշմարիտ է։ Դե անցել էին հազարավոր տարիներ եւ պարզ էր, որ այդ քայլի կդնար միայն այն մարդը, ով որ մեծագույն հավատք ուներ իր մեջ։ Եվ Աստված էլ տեսնելով Սուրբ Հակոբի հավատքը եւ ինքն այդ հավատքով շատ էր տանջվում, որպեսզի գտներ Նոյան տապանը, պատմությունը այսպես է պատմում, որ ասում է Աստված քուն իջեցրեց Սուրբ Հակոբի վրա, նա քնեց եւ այդ քնի ժամանակ ասում է Տիրոջ հրեշտակ այցելեց իրան եւ իր գլխի տակ դրեց Նոյան տապանից մի մասում։ Եվ արթնանալով Սուրբ Հակոբը տեսնում է այդ մասունքը, վերցնում բերում է եւ ի ապացույց ժողովրդին ապացուցում է, որ եղել այդ իրողությունը, սակայն այստեղ ավելի կարևոր հանգամանք կա, ապացուցում է, որ հավատքով կարելի է ամեն ինչ։ Եվ լինում է կատարյալ օրինակը հավատքի։ Եվ այսօր օրով, այսօր օրով այս գեղեցիկ իրողության ֆոնին շատ գեղեցիկ ավետարանական հայտնված է, որ հավատքը մեզ ուր է տանում։ Հավատքը մեզ տանում է դեպի Քրիստոս, դեպի դուռը, ինչպես որ Քրիստոս է պատկանում մեզ, ես եմ դուռը, ով որ կմտնի այս դռնով կփրկվի։ Եվ հավելում է մեզ, այո, հավատքի մեջ լինելով նաև զգուշավորություն, որ ուշադիր լինենք մենք, որ տեսնենք, որ
այդ հավատի մեջ չարի բացկաներ լինելով մարդիկ կարող են նաև դռնով չմտնել, կարող են նաև այլ տեղերով մտնել, որովհետև ինչպես Քրիստոս է պատկանում, բացկանը հոտի մասին չի մտածում, բացկանը կարող է վտանգի դեպքում թողնել հոտը և գնալ, փախչել, սակայն հոտի իրական տեղը հովիվն է, ով որ ճանաչում է իր հոտին և հոտն էլ ճանաչում է իր հովին։ Այս է պատճառը, որ մենք պիտի կարողանանք տարբերակել, թե ով է դռնով մտնում, ով է ճշմարիտ հավատքը փոխանցում, և ով գալիս է նաև փրկություն բերելու, փրկություն քարոզելու։ Ես սրա կողքին պետք է ուշադրի լինենք, որ հանկարծ ծուղակը չհայտնվենք այն գործիքների, չարի գործիքների, ովքեր դռնով չեն մտնում, այլ ճանապարհներով են ներթափանցում, որպեսզի կորստյան մատնեն, սպանեն, բողանան։ Այս պատգամը կարևոր պատգամ է մեզ համար ճշմարիտ ուղին ընթանալու համար, հավատքի ճանապարհը գնալու համար, որովհետև ինչքան մենք գնում ենք հավատքի ճանապարհով, այնքան ավելի ենք ենթարկվում այլևայլ փորձություններին, այնքան ավելի ենք ենթարկվում չարի գայթակղություններին, և այդ լինում է նաև որոշ մարդկանց կեղծ հավատքի, կեղծ հոգատարության կողմի ներքո, և մենք պետք է առավել հաստատուն լինենք մեր հավատքի մեջ, որպեսզի տարբերակենք ով է դռնով մտնում և ով այլ ճանապարհներով։ Եվ ունենալով մեր առաջ Սուրբ Հակոբի օրինակը, մենք ավելի ու ավելի պետք է հաստատուն լինենք մեր հավատքի մեջ, որովհետև այդ սուրբերը եղել են, այդ սուրբերը կարողացել են հավատքի կատարյալ օրինակ լինել նախ և առաջ մեզ համար, որ մենք կարողանանք թեկուզ որևէ փորձության մեջ իրենք օրինակ ունենալով ավելի ոտքի կանգնել, վերականգնվել և կարողանալ հավատքի շերտել, որովհետև այդ հավատքն է, որպես պետք է տանի դեպի Քրիստոս, և պետք է կարողանանք մենք հավատքի շնորհիվ մտնել դռնով և փրկություն գտնել։ Այսօր այս սուրբ տաճարի մեջ, այս հրաշալի պատարագի ընթացքում, այս սուրբ ուխտի օրը եկեք միապառնենք մեր աղոթքը այս կամարներին ներքով դարավոր հնչած անաղոթքներին, որ եղել են։ Հնարավոր է, որ նաև այս կամարների ներքո եղել են սուրբեր, որոնց աղոթքը այստեղ է նաև։ Այդ սուրբերն են մեր բարեփոխները, ինչպես որ այսօր Սուրբ Հակոբը, և մենք էլ մեր աղոթքի մեջ պետք է խնդրենք իրենց, որ իրենց բարեփոխությամբ նախ և առաջ մեր հավատքը ավելի զորանա, և այնուհետև այդ հավատքի զորացմամբ կարողանանք մեր իսկ հավատքից բխած գործերով արժանանալ Աստծո ողորմածությանը և գտնել այդ ճշմարիտ լուրը, որն է Քրիստոս, և կարողանալով մտնել այդ դռնով գտնել հոգու և բարություն։ Շնորհ, սեր և խաղաղություն Եղիցին ձեզ ընդամենեսյանս ամեն։ Երբ որ մենք համարձակազային բարբարով բանալս վերանսմենք, կարդալս կեզ ետնավորը թայք ետ